Ողջույն սիրելի մարտունեցիներ, Գեղարքունիքի մարզի, իմ սիրելի ընկերներ, բարեկամներ։ Անչափ շնորհակալ ենք ջերմ ընդունելության եւ այս հանդիպման համար։ Վերջին 5 տարիներին մենք երևի տարին նվազագույն 2 անգամ հանդիպել ենք, խոսել ենք մեր հարցերից, խնդիրներից, խնդիրներից, բայց այսօր եկել այն պահը, որ առաջիկա ընտրությունները այդ բոլոր հարցերին լուծում տալու ժամանակն է։ Այս ընտրությունները հունիսի 7-ի շատ ենք ասել այդ մասին։ Սա պարզ, ընթացիկ, հերթական ընտրությունը չի։ Սա մեր երկրի պետականության լինել չլինելու հարցն է։ Այն իշխանությունը, որ մեր երկրին մենակ դժբախտություն, մահ ու ողբերգություն է բերել, այսօր կրկին ընկել է դռնեդուռ, ձեզանից քվե խնդրում, որպեսզի վերարտադրվի։ Եվ իրականում ինչը ասում մեր ժողովրդին։ Այսօր Նիկոլը եւ ՔՊ-ն մեր ժողովրդին ասում են. մեզ քվեարկեք, որ Արցախի էջը փակենք։ Եկեք մեզ քվեարկեք, որ անկախության հռչակագրից հրաժարվենք։ Ասում են եկեք մեզ քվեարկեք, որ հարձակվենք եկեղեցու վրա։ Ասում են եկեք մեզ քվեարկեք, որ ցեղասպանությունը ուրանանք։ Եվ ամենավերջում ասում են եկեք մեզ քվեարկեք, որ Հայաստանից նոր տարածքներ տանք Ադրբեջանին։ Երեք այդ մասին մեկ անգամ եւս Նիկոլի մոտ արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանը, որի անունը եթե Նիկոլը ընտրվի հավանաբար կփոխի, դնելով Արագած կամ չգիտեմ ինչ, Սյունիքում շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որը ենթադրում է, որ պետք է վերադարձվի։ Այսինքն այս չարիքի իշխանությունը, այսքան ողբերգություն մահ բերելուց հետո եկեք կրկին ձայնա խնդրում այս իմ նշած գործողությունները կատարելու համար։ Ժորժ ջան, մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ եկեք մերժենք սրանք։ Մենք առաջարկում ենք եւ հստակ հայտարարում, որ այո, Արցախահայերը Արցախ վերադառնալու իրավունք ունեն։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը միջազգայնացնենք։ Եվ ասում ենք, որ պետք է պայմաններ ստեղծվի Արցախահայերը ապրեն Հայաստանում, որպեսզի նաև պահպանվի այդ վերադարձի իրավունք։ Մենք ասում ենք, որ թույլ չենք տալու թշնամու պահանջով փոխել մեր սահմանադրությունը եւ հրաժարվել անկախության հռչակագրից։ Մենք ասում ենք, այո, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց դա պետք է լինի առանց նախապայմանների։ Եվ ցեղասպանության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի եւ սանկարկման ենթակա չի։ Նաեւ ավելացնում են, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը դա միայն պատմությանը եւ անցյալի գնահատականը չի։ Դա նաեւ շատ անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության եւ վաղվա համար։ Եվ վերջում մենք շատ հստակ ասում ենք, որ Հայաստանի տիրապետության տակ ոչ միայն ադրբեջանական տարածքներ չկան, այլ Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից պետքա դուրս գան։ Ժորժ ջան, ես պարզ մի քանի կետերով ասեցի, իրանք ինչ են ասում, ու այդ հարցերի վերաբերյալ մենք ինչ ենք ասում։ Սրանք վերընտրվելով խաղաղության անվան տակ փորձելու են մեր պետականությունը եւ լինելությունը առհասարակ դնել հարցականի տակ։ Ուրեմն եկեք այս հրապարակից սկսած մերժենք ՔՊ-ին, մերժենք այս չարիքի իշխանությանը, ընտրենք Հայաստանը։ Հայաստան դաշինք համար 17։ Շնորհակալ եմ։